ցանկությամբ անդրադարձել է այս դերբակին։ Իհարկե ձեր տեսակետը հայտնի է, ամեն դեպքում եւս մեկ անգամ ինչու հիմա եւ ինչու Անդրանիկ Թևանյանը։ Հարգելի գործընկերներ, նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեր երեկվա անձնուրաց աշխատանքի համար, որովհետև ժամեր շարունակ դուք մեզ հետ միասին լուսաբանեցիք օբյեկտիվորեն մեր քաղաքացիներին, փոխանցեցիք այս իրավաքաղաքական մարազմը, որը տեղի է ունենում Հայաստանի Հանրապետությունում, այսպես ասած, ժողովրդավարության բաստիոնում եւ կոնկրետ այս դեպքում Մայր Հայաստանի ու Մայր Հայաստանի ղեկավար Անդրանիկ Թևանյանի հետ կապված։ Ինչ վերաբերում է գործին, ապա առանց որևէ հիմքերն տեսնելու, առանց իրենց այս միջնորդության մանրամասներին ծանոթանալու էլ կարելի է ասել, որ Անդրանիկ Թևանյանի պարագայում պարզապես ծիծաղելի են այդ մեղադրանքները, լրտեսություն եւ դավաճանություն, որովհետեւ Անդրանիկ Թևանյանին ես երկար տարիներ եմ ճանաչում, շփվել եմ նրա հետ, մենք երկար ճանապարհ ունենք միասին անցած եւ աշխատանքային եւ քաղաքական եւ Անդրանիկ Թևանյանի նման հայրենասեր հայամետ անձնավորություն ես շատ քչերին եմ ճանաչում, որ կա նաեւ այդպիսի մարդիկ։ Գործը ինքնին ծիծաղելի է ու սա հետևանքն է նրա, որ փաստորեն հաճախորդը նյարդայնացել է, հաճախորդը զառանցանքների մեջ է ընկել, հաճախորդը իրեն պատե տալիս, որովհետև հասկանում է, որ հունիսի 7-ին գալու է իր վերջը, իսկ իր վերջը տալու է հենց Հայաստանի Հանրապետության քաղաքացին։ Եթե հիշում եք, ինքը բազմիցս կրկնել է, որ ես պատրաստ եմ կանգնել գնդակահարության պատի տակ, եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացին այդպես որոշի։ Ուրեմն հերթական անգամ սուտ է ասում, որովհետև Հայաստանի Հանրապետության քաղաքացին բազմիցս իրեն ասել է, որ դու պիտի կանգնես գնդակահարության պատի տակ, իհարկե պատկերավոր ասած, հիմա չասեմ բռնության կոչ եմ անում, հա, չնայած ես չգիտեմ ինքը իրականում ինչ նկատի ուներ, բառի բուն թե պատկերավոր իմաստով, բայց Հայաստանի Հանրապետության քաղաքացին բազմաթիվ անգամներ է դուրս եկել փողոց ու պահանջել է, որպեսզի նա հեռանա, բայց նա երեսը պնդացնելով կպել է իր աթոռին եւ չի ուզում պոկ գալ, որովհետեւ հասկանում է, որ այդ աթոռին կպած մնալը իր կաշվի փրկության միակ հնարավորությունն է, որովհետեւ ինքը շատ լավ գիտի, որ երբ այդ պաշտոնը չունեցավ, հաջորդ անգամ այն երեկվա կանդալները, որ իրենք ասում էին, որ պիտի Անդրանիկ Թևանյանի ձեռքերին գցեն, այդ կանդալները իր ձեռքերին են հայտնվելու։ Ես մի քանի բառով ներկայացնեմ, քանի որ արդեն շատ ուշ գիշեր էր, մեր հարգարժան լրատվամիջոցներից արդեն քչերն էին մեզ հետ օնլայն ռեժիմով աշխատում։ Անդրանիկ Թևանյանը կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնությունից հետո քրեական հետապնդում հարուցելու ինքը իր ոտքով գնացել է քննչական կոմիտե, որպեսզի ներկայանա։ Շատ երկար մենք սպասում էինք, թե երբ պիտի քննչական կոմիտեի դռները բացվեն եւ Անդրանիկ Թևանյանը ներս մտնի ու ասի եկել եմ, հետո ինչ եք ասում, ինչ մեղադրանք եք, ինչ աբսուրդային մեղադրանք եք ինձ առաջադրում, բայց դռները բացող այդպես էլ չկար, թակում էինք, հա, ինչ մի խոսքով, տանը մարդ չկար։ Ու մեկ էլ ահագին ժամ անց մոտենում են այդ դիմակավորված կարմիր բերետավորները, որը ամբողջ օրը փաստորեն նաև մասնակցում էին գրասենյակի եւ Թևանյանի տան խուզարկությանը ու իրենց շատ կոպիտ ու բռնի ձևով էին դրսևորում։ Այդ նույն ձևով մոտեցան ու սկսեցին այսպես հրելով, բրբրթելով կանդալները գցեք, ոնց որ դարի հանցագործին էին իրենք հայտնաբերել, բայց բառացիորեն ես ձեզ ասում եմ, այնքան հեռավորություն էր քննչական կոմիտեի դռներից ու Թևանյանի կանգնստեղից, ինչպես ասենք, այս տեսախցիկներն ու դատարանի մուտքը, այսինքն քայլելով ինքը հանգիստ կարող էր գալ եւ եթե մարդը փախնելու նպատակ ուներ, ինքը իր ոտքով չէր գնա, չէ ներկայանա, բայց փաստորեն թիվ 1 դյուրագրգռի սիրտը տեսարաններ էր ուզում, նա ուզում էր Անդրանիկ Թևանյանին տեսնել իր բառերով ասած կանդալներով, դրա համար հրահանգել էր, որ այդ կանդալները իր ձեռքը գցեն, բայց ես ուզում եմ կրկնեմ, որ այդ կանդալները շատ շուտով հայտնվելու են Նիկոլ Փաշինյանի ձեռքերում եւ Նիկոլ ձեռքերի վրա, շնորհակալություն, ձեռքերի վրա, շնորհակալություն, հայտնվելու են Նիկոլ Փաշինյանի ձեռքերին եւ ինքը չի կարողանալու խուսափել Հայաստանի Հանրապետության կողմից կայացված դատավճիռից։ Եվ Տիկին Մանուկյան նախընտրական իրողությունների համատեքստում է սա տեղի ունենում։ Ձեր կանխատեսումները հունիսի 7-ի վերաբերյալ եւ հնարավոր իշխանության հնարավոր վերարտադրության պարագայում հետընտրական պրոցեսների դիտարկումը ձեր ուժի կողմից։ Նիկոլ Փաշինյանի այս հայտնօգնային դրսևորումները
ցույց են տալիս, որ հավաքական ընդդիմությունը շատ ավելի ձայն է հավաքում, քան հենց ինքը եւ քաղաքացիական պայմանագիրը։ Հետևաբար ինքը ուզում է արդեն ոչ լեգիտիմ դարձնել այդ ընտրությունները, նախընտրական շրջանում փորձում է անհավասար պայմաններ ստեղծել, որովհետեւ ես շեշտեմ, որ արդեն մի քանի օր է Մայր Հայաստան կուսակցությունը, որը ընտրություններին մասնակցում է Բարգավաճ Հայաստան կուսակցության ցուցակով, դեմոկրատական այլընտրանք կուսակցության հետ միասին եւ առաջարկ Հայաստանի ծրագրով, քանի որ մենք կարևորում ենք միասնականությունը ընդդիմության դաշտում եւ մեր օրինակով ենք դա ցույց տալիս, զրկված է հավասար քարոզարշավ իրականացնելու հնարավորությունից։ Մենք արդեն այսպիսի ինչ որ մարազմի մեջ ենք, հա, գնում ենք կենտրոնական ընտրական հանձնաժողով, հետո այնտեղից գնում ենք քննչական կոմիտե, հետո այս խուզարկությանը, այն քննչական գործողությանը մեր բան ու գործը թողած, ընկել ենք Նիկոլ Փաշինյանի այս մարազմները լուսաբանելով եւ այդ ամեն ինչը իրականացնելով։ Հետևաբար ես ձեզ վստահեցնում եմ, որ հունիսի 7-ին, որքան էլ որ Նիկոլ Փաշինյանը փորձի այսպիսի անօրինական ճանապարհներով, այսպիսի ռեպրեսիաներով ճնշել ընդդիմությանը, անհավասար պայմաններ ստեղծել, վարչական ռեսուրս կիրառել, բարձրանալ երկինք իջնել ներքև, իրեն պատեպատ տալ, մազերը փիտել, թրաշվել, նորից թրաշ թողնել, ուտել, չուտել, ծամել, չծամել, մի խոսքով ինքը ինչ է սիրում անել, խմել, չխմել, ինչ է անում, գլխարկ հագնել, չհագնել, գառուտել, չուտել, ինչ ուզում է անի, ինչ ուզում է անի, ինչքան էլ պատրվի, ինքը հունիսի 7-ին չի կարողանալու վերարտադրվել այն դեպքում, երբ մեր ընտրողները տանից դուրս գան եւ գնան քվեարկության, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը առաջին հերթին սարսափում է ոչ թե ցածր ձայներ ստանալուց, այլ ընտրություններին բարձր մասնակցությունից։ Նրա վերարտադրության լեգիտիմ ճանապարհը միակ, որ կարող է ինքը վերարտադրվել, դա ընտրություններին մեր ժողովրդի ցածր մասնակցությունն է։ Հետևաբար ես մեր քաղաքացիներին կոչ եմ անում, որպեսզի գիտակցեն իրենց քվեի ուժը, հունիսի 7-ին դուրս գան իրենց տներից, ընդամենը կես ժամ ժամանակ է պահանջելու, շատ այդպիսի բարդություն չկա։ Դուրս գան, գնան ընտրատեղամաս, ընտրեն ցանկացած ընդդիմադիր ուժի, ես նույնիսկ տեսեք չեմ ասում, որ ընտրեն համար 7-ին, իհարկե ցանկալի կլիներ, որ մեզ ընտրեին բնականաբար հունիսի 7-ին, համար 7-ին, բայց եթե մեզ կոնկրետ ասենք չեն սիրում, չգիտեմ, ինչ որ մի բան չեն հավանում, թող գնան ընտրեն ընդդիմադիր ցանկացած ուժի, բայց ոչ քաղաքացիական պայմանագրին եւ նրանց կցորդներին։